Սիրային եռանկյունի, լրտեսական կրքեր, առևանգումներ եւ անհավանական զուգադիպություններ, գրավիչ, արկածային սյուժե եւ սպանիչ հումոր։ Պահանջվում է միլիոնատեր ֆիլմի ստեղծագործական խմբի կողմից։ Փեսացուն կրկեսից ֆիլմի պրեմիերային մնացել են հաշված օրեր։ Հոկտեմբերի 25-ից քաղաքի կինոթատրոններում կցուցադրվի նոր արկածային կատակերգություն, Եվ դուք ինձ դրա մասին նոր եք ասում։ որը ներկայացնում են Armenia TV-ն եւ Sharm Holding-ը։ Արդեն կան ֆիլմեր, որոնց համար կարելի է այցելել կինոթատրոն եւ սարքել կինո այցելությունները կարևոր մի հատված կյանքի։ Անպայման եկեք բոլոր ֆիլմերի հայկական արտադրության եկեք, որովհետեւ արդեն որակը մեզ մոտ թութու կա։ Գլխավոր հերոսը մասնագիտությամբ անասնաբույժ Հովանես Ազոյանը սիրահարված է դեսպանի աղջկա։ Շատ կարևոր է, որ դու ինձ հիմա հավատաս։ Հերոսը ժամանում է ամառանոց ծանոթանալու աղջկա ծնողներին, իր հետ բերելով իր սիրելի կապիկին՝ Միկին, որին փորձում է թաքցնել դեսպանից եւ վերջինի կնոջից, սակայն իրադարձությունները դառնում են անվերահսկելի։ Այդ զվարճալի եւ խճճված արկածներով լի պատմությունը կարծես վատ է ավարտվում բոլորի համար, սակայն սա դեռ ամենը չէ։ Ստեղծագործական խումբը դեռ շատ դիտարժան պահեր է խոստանում։ Մեր գովազդային հոլովակի մեջ ֆիլմի Փեսացուն կրկեսի մենք չընդգրկեցինք ամենահետաքրքիր կտորները, թողնելով նրանց վայելել կինոթատրոնում հանդիսատեսի համար եւ հոլովակը դիտելուց հետո կարծես մեզ մոտ կինոթատրոն դիտելուց հետո մարդիկ շատ ինֆորմացիա կստանան ու շատ ավելի հաճույքով կնայեն այդ ֆիլմը եւ հոլովակի մեջ մեր մոտ ոչ մի բան պարզ չի, ամենահետաքրքիր կտորները ֆիլմի մեջ։ Հայտնի է, որ կինոն լուրջ ներդրումներ պահանջող արտադրություն է եւ կարիք ունի վստահելի գործընկերների։ Գիտակցելով հայկական կինոարտադրության խթանելու կարևորությունը եւ ունենալով հաջող համագործակցության նախադեպը ֆիլմի հեղինակների հետ, մեր բանկը կանգնեց նոր ստեղծվող ֆիլմի նախաձեռնության կողքին։ Ֆիլմի նկարահանումների մեծ մասը իրականացվել է Դիլիջանի դրախտային բնության գրկում։ Այստեղ կար երկու խնդիր, առաջինը աջակցել կինոմատոգրաֆիայի զարգացմանը, ինչպես գիտենք կինոմատոգրաֆիան, համաշխարհային կինոմատոգրաֆիայում շատ մեծ ներդրումներ են անում զարգացմանը։ Եվ հայկական ոնց որ մեր շուկայում, կինոմատոգրաֆիայի շուկայում պակասում էր նման թեթև արկածային ֆիլմը, որովհետև հիմնականում մռայլ ինչ-որ իրավիճակ էր տիրում։ Եվ ոնց որ մի որոշ ժամանակ, մոտավորապես 1 ամիս, հյուրանոցը հանդիսացավ նկարահանման հրապարակ, շատ աշխույժ ինչ-որ իրավիճակներով։ Ֆիլմում նկարահանվել են սիրված դերասաններ Հովանես Ազոյանը, Սերժ Ավետիքյանը, Նարեկ Դուրյանը, Սոս Ջանիբեկյանը, Ֆելիքս Խաչատրյանը եւ ուրիշներ։ Երբ որ ամռան սկզբին կարդացի սցենարը, արդեն անմիջապես համոզվեցի, որ շատ ճիշտ էր, որ ես մասնակցեի եւ շատ ճիշտ էր հնչում ընդհանուր սցենարի ինձ համար, որի մեջ ավելի շատ կատարելագործված հյուսված կա դրամատուրգիայի առումով եւ հումորի առումով եւս։ Փեսացուն կրկեսից կատակերգությունը, որը հավակնում է գերազանցել միլիոնատիրոջ հաջողությունը, հոկտեմբերի 25-ից կցուցադրվի Մոսկվա եւ Նաիրի կինոթատրոններում։ Սպարտակ Գրիշյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։